Ինձ թվում է ամեն ինչը կորոշվի, այս պատերազմը ավարտվելուց հետո։ Կարող է ասել նաև Հայաստան-Թուրքիա սահմանին ռուս սահմանապահների Այո, միանշանակ, արդեն ասում եմ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում, իսկ հյուրս այսօր Արթուր Ավետիսյանն է, համահայկական ճակատ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի ղեկավար, համահայկական ճակատ բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ արդարադատության փոխգնդապետ։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Սիմոն։ Պարոն Ավետիսյան, փորձենք աշխարհաքաղաքական իրողություններն այսօր վերլուծել, որովհետև դա ուղղակիորեն նաև անդրադառնում է մեր երկրի ապագայի, ընթացքի, քաղաքական զարգացումների վրա։ Մենք հետևում ենք եւ շատ հետաքրքիր ընթացք է նկատելի է ռուս-ամերիկյան, այսպես հարաբերությունների հույս է արթնանում, հա, որ հարաբերությունների կարգավորման ընթացք կա եւ միաժամանակ այս ֆոնին հույսեր կան, որ Ռուսաստան-Ուկրաինա ի վերջո այդ բախումը, որը հրահրվում է արդեն 3 տարի գլոբալիստական, այսպես աշխարհի կողմից, բայդենյան վարչախումբ, եվրոպական գլոբալիստներ, կարծես թե Թրամփին հաջողվում է ինչ որ մի հանգուցալուծման հասնել եւ արդեն իսկ խոսվում է այն մասին, որ այո, պատերազմը կդադարի։ Ես կխնդրեի նախ դուք ի վերջո ձեր ինչ հանգուցալուծում կարող է լինել, հա, եւ ձեր այս առումով ձեր վերլուծությունը ներկայացնեք։ Ինչ է սպասվում։ Դե նայեք, շատ հետաքրքիր բաներ է փոխվում աշխարհում, երբ որ Թրամփը գալիս էր իշխանությանը, ինքը ասաց, ես 1 օրվա ընթացքում կկանգնացնեմ պատերազմը։ Սակայն մենք տեսանք, որ ինքը 1 օրվա ընթացքում չկանգնացրեց, բայց ինքը այդ 1 օրը ինքը շատ կարճ ժամանակահատված է ցույց տալի, որ ինքը ուզում է կանգնացնի պատերազմը։ Եվ ինքը որպես բիզնեսմեն, որը ինքը միշտ ասում է, որ ես առաջի հերթին բիզնեսմեն եմ եւ հաշվարկ եմ անում ամեն ինչի մեջ, ինքը հիմա հարաբերությունը լավացնում է նույն մի հատ հզոր պետության ղեկավարի հետ, Վլադիմիր Պուտինի հետ, որ հետագայում իրանք արդեն որոշեն, թե աշխարհում ոնց աշխարհը կիսեն, ինձ թվում է։ Եվ մեծ հավանականությունը նա է, որ Թրամփը ցանկանում է, որ Ռուսաստանին մի քիչ հետ քաշի Չինաստանից։ Որովհետև Չինաստանը էլի ուժեղացել է Ռուսաստանի հետ, իրանք շատ լավ հարաբերությունների մեջ են, իսկ դա Միացյալ Նահանգներին ինձ թվում է ձեռ չի տալի, որտեղ այնտեղ Թայվան է կա ու տարբեր բաներ կա, որը կապված է բիզնեսի հետ։ Ու Թրամփը միշտ ցույց է տալի, որ նույն Ուկրաինայի պատերազմը ինքը կանգնացնում է, ուզում է կանգնացնի, եւ ինձ թվում է շատ շուտով կկանգնացնի, շատ շուտ ասել դա կարող է տևի շաբաթներ, կարող է տևի ամիսներ, որովհետեւ այդ փուլը արդեն գալիս է շատ մոտենում է, որ պետք է նստեն սեղանի շուրջ եւ բանակցեն։ Այո։ Ինչքան Եվրոպան եւ Բրիտանիան առաջնահերթ չի ցանկանում դա, սակայն Թրամփի հզորությունը, իր երկրի հզորությունը եւ իր ռետորիկան ընդհանրապես չի թույլ տալի իրենց, որ իրանք կարողանան այնպես վարվեն, ոնց որ իրանք են ցանկանում։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Թրամփյան այս քաղաքականության, եթե կան խոչընդոտ ուժեր կամ խոչընդոտող պետություն, դա մասնավորաբար հենց Մեծ Բրիտանիան է։ Ինձ թվում է այո, որովհետև Մեծ Բրիտանիան դուք ինքներդ գիտեք, այն ժամանակի Եվրոպայից ինքը միշտ առանձին է եղել։ Ինքը ոնց որ միշտ համ Եվրոպայի կողքն է եղել, բայց նույն իրանց վալյուտան եղել է լրիվ, իրանց ֆունտ ստերլինգները Եվրոպայի հետ, եվրոյի հետ ոչ մի կապ չեն ունեցել եւ իրանք ձգտել են
ամեն ինչ անել այնպես, ինչպես իրանց է ձեռք տալի այդ պահին։ Ու նույն եթե դուք հիշում եք, պատերազմը կարող է շատ շուտ վերջանար, բայց իրանց վարչապետը Ջոնսոնը եկավ Ուկրաինա եւ սա խառնեց եւ պատերազմը շարունակվեց։ Չէ, պատերազմը կարող է շատ շուտ վանից վերջացած լինել։ Քաջալերից կարելի է Զելենսկուն շարունակել։ Հիմա էլ անգամ խոսվում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան ստորագրել է մի համաձայնություն, թե ինչ պայմանագիր Ուկրաինայի հետ, որ նրա հանքային ամբողջ ռեսուրսները, ատոմային կայանները եւ նաեւ էլի շատ կարեւոր նման օբյեկտներ լինելու են մեծ բրիտանական։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որքանով դա թույլ կտան երկու պետությունները, Ռուսաստանը, որ իր քթիտակ, հայտնվի նորից Մեծ Բրիտանիա եւ նման պահանջներ տնի, բայց Զելենսկու հետ արդեն կա այդ ստորագրությունը եւ որքանով դա թույլ կտա Միացյալ Նահանգները։ Պարոն Ավետիսյան, դուք այստեղ տեսնում եք, որ ասենք ռուսական եւ ամերիկյան շահերը կարող են համատեղվել, օրինակ Մեծ Բրիտանիայի դեմ, կոնկրետ ինչ որ գործողությունների տեսքով։ Խոսքս միան ռազմականն ինչի է։ Այո, ես հասկանում եմ, միակ այդ տեսակետը կարա լինի, ինձ թվում է զուտ բիզնեսի մոմենտով Թրամփի համար, որովհետեւ ինքը ցուցատալի Զելենսկուն եւ սաղ աշխարհին, որ Ուկրաինան իրենց պարտքա $500 միլիարդ։ Զելենսկին ասում է, չէ, դուք 100 միլիարդ եք տվել, 100 միլիարդը Եվրոպան է տվել, բայց Թրամփը ասում է, ոչ, մենք 350 միլիարդ ենք տվել, բացի այդ դրանից մենք շատ ուրիշ օգնություններ ենք տվել, որը կազմում է իր տոկոսով ամեն ինչով, ես ոնց որ ասում եմ, ինքը հաշվարկ է սաղանում, $500 միլիարդ դուք մեզ պետք է վճարեք։ Եվ պահանջում է հանքերը։ Այո, հանքերը։ Հիմա ինչքան Բրիտանիան պայմանագիր կնքի Զելենսկու հետ, Զելենսկին ինձ թվում է երկար նախագահ չի մնա։ Իսկ ազանախագան եւ վարչակազմը տազա կարա չեղյալ համարի այդ սաղ ստորագրածները եւ անի այնպես, ինչպես ասել է Թրամփը եւ Պուտինը։ Այո։ Իսկ Թրամփը ցույց է տալի, որ նույն ռուսական շահերը ինքը սկսել է պաշտպանել ՄԱԿ-ում։ Այս վերջի բանում դուք սաղ զարմացած էին։ Ոնց կարելի է Միացյալ Նահանգները, որ այսքան Բայդենի ժամանակ այսքան բանը իրանք դեմ էին ամեն ռեզոլյուցիայի, որը ներկայացնում էր Ռուսաստանը, այստեղ Միացյալ Նահանգները կայնեց իրանց կողքին։ Իրանց կողքին կայնեց։ Տեսեք, այստեղ պարոն Ավետիսյան, հետաքրքիր գործընթաց է, դուք ասացիք Զելենսկու կյանքը երկար չէ, քաղաքական կյանքի մասին է իհարկե խոսքս, եւ մենք նկատում ենք, որ Թրամփը շատ ակտիվ Պենտագոնից, ասենք այնտեղ հետախուզության կենտրոնական ինչ է կոչվում իրենց մոտ, այդ կենտրոնական հետախուզական վարչությունից եւ նման այդ կարևոր ստրուկտուրաներից հերացնում է գլոբալիստներին, այսինքն Բայդենյան վարչախմբի հայտնի կարկառուն դեմքերին եւ բավական շտապում է Թրամփը, որպեսզի հնարավորինս արագ ձերբազատվի այն ուժերից, որոնք կարող են ուղղակի խանգարել իր այդ շատ կարևոր ծրագրի իրականացմանը, որը ուղղակիորեն կարելի ասել աշխարհի վերափոխման խաղի նոր կանոններ են, որ նա սահմանել է փորձում Պուտինի հետ միասին։ Եվ հիմա ինչ է կարծում, այդ փոփոխությունը Զելենսկի հնարավոր է տեղի ունենա, գլոբալիստների փոփոխության ֆոնին, հնարավոր է որ իսկապես իշխանափոխություն տեղի ունենա Ուկրաինայում եւ մոտ ժամանակներս դուք տեսնում եք նման ընթացք։ Գիտեք ինչ, այս վերջերս Զելենսկին արդեն իր ռիտորիկան սկսեց եւ արդեն ասաց, եթե մեր ժողովրդին պետք լինի, ես կհրաժարվեմ իմ աթոռից։ Մինչ դա նա այդտենց արտահայտություններ ոչ մի անգամ չի արել, բայց հիմա արդեն ռետորիկան փոխվում է, որովհետև այդ ճնշումը, որը անում է Միացյալ Նահանգները եւ վարչակազմը Թրամփի, դա խիստ մեսեջ է իրեն, թե ինքը ինչ պետք է անի հետագայում, որովհետև մենք շատ լավ գիտենք ցանցերով ցույց են տալի, թե Զելենսկին ինչքան գումարներ ունի, ինչ տներ ունի, նույն Լոնդոնում, նույն Միացյալ Նահանգներում, նույն տարբեր երկրներում
իրանց հաշիվների վրա ինչ եւ օֆշորային բոլորը չի բացահայտվում, հիմա չեն բացում, բայց ինձ թվում է դա սա հետագայում կբացահայտի հենց Տրամպը առաջնահերթ։ Եվ արդեն սկսել է USAID-ի այդ ամբողջ ծրագրերը բացահայտելով եւ ցույց տալով, թե ինչ հսկայական գումարներ Միացյալ Նահանգների բյուջեից ուղղվել են տարբեր երկրներ, որպեսզի այդ երկրներում օրինակ տեղի ունենան գունավոր այդ ինչ հեղափոխություններ կամ այն ինչեր, այն LGBT-ների շքերթներ։ Այո, ինքը էս վերջերս էլի տեսակ նահանգապետերի հետ հանդիպել է եւ այդ LGBT-ների բանամի նահանգապետ իր ասածները ուզում էր դներ հարցականի տակ եւ չկատարեր։ Ինքը Տրամփը շատ հանգիստ ասեց մեն նահանգի նահանգապետը ստեղա, ասում է դուք չեք ուզում կատարեք իմ ասածները, ուրեմն դուք կզրկվեք բյուջետից ձեր, որը տալիս է Միացյալ Նահանգների ֆինանսական տունը։ Դեղից նահանգապետը ասեց, դե ուրեմն մենք կհանդիպենք դատարանում։ Թրամփը ասեց, շատ լավ, ես դա էլ սպասում եմ, որովհետև այդրանից հետո ձեր գործունեությունը լրիվ կկանգնի։ Ու ինքը այդ մեսեջը ուղարկում է հենց իր սաղ ղեկավարներին, նույն նահանգապետերին, նույն կոնգրեսականներին, որոնք իր դեմ են, որ ինքը պինդ կայնած է իր ասածին եւ ամեն ինչ անելու է, որ իր ասածը ի կատար դառնա։ Պարոն Ավետիսյան, այսօր շատ կարևոր մի հանգամանք կա, հիշեցնենք, որ Թրամփը գալով ամիջապես հայտարարեց երկու սեռի գոյության փաստը, որ Աստծո տվածն է, հա, եւ դրանով հակադրվեց այն խայտառակությանը, LGBT եւ դրան պլյուս, հա, գնալով ավելացնում էին գլոբալիստները այդ խայտառակ սեռերի քանակը եւ կարծում եմ, որ ձեր բերած օրինակը շատ դիպուկ էր հենց այն առումով, որ իզուր չէ, որ հենց այդ LGBT-ի հարող ղեկավարի նկատմամբ նման դիսկուրս գնաց Թրամփի եւ նրա մեջ։ Եւ հիմա հետաքրքիր է, իսկ ուզեմ նաեւ այս խաղի կանոնների փոփոխվող այս ընթացքում շատ հետաքրքիր է նաեւ Թուրքիայի հետ եւս կխնդրեմ անդրադառնալ Թուրքիային այն ֆոնի վրա, որ նորից Էրդողանը փորձում է այսպես բավական ակտիվանալ, հա, Էրդողանյան քաղաքականությունը շատ լավ գիտենք, բավական ճկուն է, միշտ այսպես թաց տեղից արագ ողվելու, հա, ժողովրդի հայտնի խոսք կա քաղաքականություն է վարում Էրդողանը, եւ հիմա մտածում է ծանր նժարի ուղղությամբ թեքվել եւ փորձում է միջնորդի դերակատարում դարձյալ ստանձնել ուկրաինական կնճռի լուծման հարցում։ Ինչ է կարծում, դա թույլ կտա Թրամփը, Միացյալ Նահանգները դա թույլ կտան, որ Թուրքիան հիմա էլ սկսի այսպես խաղեր խաղալ, այն դեպքում, երբ որ ինքն է գնում այդ գործողություններին, խնդրեմ։ Մենք տենում ենք, որ այո, մենք լավ գիտենք, որ Էրդողանը շատ ուժեղ դիվանագետ է եւ ինքը մի անգամից հասկացավ, թե ինչ է կատարում աշխարհում, ինչ փոփոխություններ կարող է լինեն, ոչ թե կարող է լինեն, այլ կլինեն, միանշանակ կլինեն։ Եվ իր խաղի կանոնները մի անգամից ինքը սկսեց փոխել։ Ինքը սկսեց փոխել եւ ուզում է դառնա միջնորդ, էլի միջնորդ։ Իսկ միջնորդը միշտ ինքը ինչ որ մի բան ուզում է փոկի։ Մի բան ուզում է փոկի Թուրքիայի համար։ Նույն մենք գիտենք, որ բանը ինքը ակնկալիքներ շատ ուներ նույն հրիմի վրա այն ժամանակ, որ հələ ռուսականը չէր։ Ինքը ընդեղել էր աշկ գցում։ Սակայն ինքը լավ դիվանագետ լինելով հիմա իր առաջարկները անում է, որ ինքն է միջնորդ դառնա։ Ինձ թվում է, որ Թրամփը եւ Ռուսաստանը դա չեն թույլ տա։ Այսինքն Թուրքիայի ակտիվացում թույլ չեն տա։ Ինձ թվում է չեն թույլ տա այս պարագայում, բայց իմանալով Էրդողանի այդ ճկուն քաղաքականությունը եւ իր լավ թիմը դիվանագիտական կարող է ինչ-որ բանել ինքը հասնի նույնիսկ Զելենսկու հետ ինչ-որ բանը հանդիպելուց հետո եւ ինչ-որ մի բան առաջարկելու Զելենսկին, որ ինքը բանով դուրս գա եւ ասի, որ ես կուզենայի, որ Թուրքիան էլ լիներ որպես միջնորդ։ Ամեն ձև կարող է ընթանա, սակայն
այս պահին ես կոնկրետ ոչ մի քայլեր հələ Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից չկա, որ Թուրքիան դառնա միջնորդ։ Ժամանակը ցույց տա։ Ոնց կլինի, որտեղ Բայդենի վարչախմբի ժամանակ Թուրքիան բավական մեծ դերակատարություն էր ստացել տարածաշրջանում, Հարավային Կովկասում, այդ դերակատարությունը ճակատագրական եղավ մեզ համար, հայերիս համար Արցախում, որովհետև նա ուղղակիորեն նպաստեց նատոյական Թուրքիան Ադրբեջանի հաջողություններին եւ ընդհանրապես մենք Բայդենի ժամանակ լսում էինք, որ նրանց բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ տարածաշրջանում իրենց կարևոր այսպես գործընկերը եւ այն ռեսուրսը, որի վրա հենվում են, դա Թուրքիան է։ Այսինքն շատ ավելի, երբ որ խորապես վերլուծում ենք, համոզվում ենք, որ Հայաստանը իրականում ոչ թե արևմուտքի հավաքական համարվող արևմուտքի հետ էր բանակցում, այլ ուղղակի պիտի մտներ եւ մտել էր թուրքական օրակարգի մեջ եւ իրականացնում է առ այսօր։ Հիմա հետաքրքիր մեկ բան եւս կուզեմ անդրադառնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ կապված։ Ռուսաստանը այսօր բավական հստակ դրել է որոշակի պահանջներ, որ այդ պատերազմը կկանգնի, եթե ներկան պատժամիջոցների դադարեցումից սկսած մինչև մի շատ կարևոր շեշտադրում, որ ՆԱՏՕ-ն պետք է հեռանա Ռուսաստանի սահմաններից, արևելյան Եվրոպայի պիտի հետ գնա, հա, մինչև գա, ասենք, Խորհրդային Միության այդ իրողությունների վրա կանգնի։ Դուք նման զարգացում հնարավոր համարում եք, կգնա արևմուտքը, կոնկրետ Միացյալ Նահանգները թույլ կտա, որ այդքան այդպես ընդլայնում լինի ռուսական դերակատարման։ Ինչ եք մենք նկատում ձեր հարցին, ասենց պատասխանեմ։ Այս լարվածությունը, որ եղավ Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի, նրանց հետո որ Եվրոպան զգաց եւ իրանց ղեկավարները զգացին, որ լրիվ փոփոխություն ա գնում հարաբերությունների մեջ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եւ իրանք ուզեցան մի ձև էլի հետ բերեն Տրամփին եւ ցույց տան, որ ինքը ինչ որտեղ սխալվում է, որ պետք է ուրիշ ձև գործել։ Դա ընդհանրապես կարելի է նայել նկատել, որ այս վերջերս ուղարկեցին Թրամփի մոտ Մակրոնին, որպես լավ դիվանագետ եւ բայց մենք սաղս տեսանք, թե ինչ արեց Տրամփը հենց սկզբից։ Ինքը հենց սկզբից դաժե չընդունեց իրանց դռների կողքը, որը ուրիշ ղեկավարներին անում էր։ Դրա համար Մակրոնը մտավ ներսում նոր իրան ընդունեցին։ Եվ Մակրոնը փորձեց փոխել ինչ որ մտածելակերպը Տրամփի Ուկրաինայի հանդեպ եւ Եվրոպայի հանդեպ։ Սակայն մենք տեսանք, որ իրանք նստեցին իրար դեմ եւ երբ որ Մակրոնը ասաց, որ Ռուսաստանը գրավել է, այս արը, այն արը մենք սես պիտի անենք եւ Թրամփը դրա վրա ուշադրություն շատ չի դարձնում։ Ինքը խոսելով մի հատ էլի ղեկավարի հետ, որը Եվրոպայում էլի հարգված է, որովհետեւ իրան են ուղարկել։ Իրան ոնց որ բանի տեղ չի դնում։ Ինքը ասում է, ես մտածել եմ, որ պետք է Ռուսաստանի հետ մենք մոտենանք, որովհետև մենք երկու հատ ուժեղ պետություններ ենք, որոնք ասեց Ռուսաստանի հետ ոնց է կարելի ուրիշ ձև խոսալ։ Ռուսաստանը, որը հաղթել է Նապոլեոնին, ինքը շեշտում է Նապոլեոնին, որը հաղթել է Հիտլերին, դելա շեշտում, որտեվ հիմիկվա դրությունով, որ վերցնեք, այն ժամանակ ամենաուժեղը Ֆրանսիան էր, Նապոլեոնի ժամանակ, երկրորդ համաշխարհային ժամանակ գերմանացիներն են, որոնք հիմա ոնց որ ասած Եվրոպայում առաջի դերերի մեջ են, թե իրանց գումարային, թե ֆինանսապես ինչ որ մեկին օգնելու կամ բան, ու ինքը շեշտում է հենց այդ պետությունները։ Եվ ասում է, ոնց կարելի է այդ պետության հետ ուրիշ ձև խոսալ, ուժի ձևով խոսալ։ Այդ պետության հետ պետք է լիներ ընկերներ։ Այսինքն Թրամփը ընդունեց
Ռուսաստանի գերտերություն լինելը, Այո, միանշանակ։ ինչը արհամարում ու անտեսում էր Բայդենյան եւ առհասարակ գլոբալիստական այդ ուժերը եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ կարճ ժամանակ է մնացել Զելենսկու հեռանալուն, հա, քաղաքական կյանքին։ Տեսեք, այսպիսի կանխատեսում կա, որ ընդհանրապես կարճ ժամանակ է մնացել եվրոպական այն առաջնորդների համար, նաև Մակրոնի, այդ գլոբալիստական առաջնորդների, որովհետև այնուհանդերձ, որքան է նրանք փորձեն կառչել իրենց իշխանություններից, իրենց աթոռներից, հաղթում է ազգայինը, հաղթում է պահպանողականությունը, որի կարկառու ներկայացուցիչը հենց ինքը Թրամփն է, հա, եւ ես ուզում եմ հիմա այս ֆոնի վրա, եկեք մենք գանք դեպի, թեպետ պիտի հիշեցնեմ նաև չենք կարող չանտեսել այն հանգամանքը, որ երեք էր, եթե չեմ սխալվում, ընտրություններ էին Գերմանիայում եւ հաղթեց գլոբալիստական իշխանբանը, հա, ղեկավարը, ուժի ներկայացուցիչը, բայց հույսեր կան, որ կարող է շրջադարձային փոփոխություններն են։ Եթե այս հատվածում կա ասելիք, խնդրեմ, եթե ոչ, գանք մեր, ինչպես ասում են, ոչխարների։ Նույն բանն է, նույն ոնց որ պատմությունը ցույց է տալի, որ նոր Շոլցը այդքան իրեն ամենտեղ ցույց էր տալի, որ պետք է այսպես վարվել կամ այդպես վարվել, բայց իր ռեյտինգը իր ժողովրդի մոտ ընկնում էր, որովհետև իր ժողովուրդը ավելի վատ էր սկսել ապրել։ Այդ պատերազմից, որի մեջ Գերմանիան մտած չի ոնց որ թե, սակայն այն ռեսուրսները եւ այն սանկցիաները, որ մցրել են Ռուսաստանի, եւ գազի թանկացումը եւ ամեն ինչը ազդեց հասարակ ժողովրդի վրա։ Իսկ մենք հասկանում ենք, որ հասարակ ժողովուրդը, իսկ ընդեղի պետությունները դուք գիտեք Եվրոպայի, իրանք մի քիչ ուրիշ ձև են նայում, ժողովուրդը մի քիչ ուրիշ հայացքով է նայում այդ ամեն ինչին։ Եվ եթե իրանք դուրս են գալի իրանց ղեկավարների դեմ, այդ ղեկավարները պարտվում են։ Դե նրանք նաև ցանկություն են հայտնում հեռանալու։ Այո։ Այ հիմա գանք մեզ մոտ, այս ֆոնի, այս ամբողջ, հա, այդ վերլուծեցինք աշխարհքաղաքական իրողությունները, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, գանք Հարավային Կովկաս եւ մասնավորաբար տեսնենք, թե այս ամբողջը աշխարհը փոխվում է, խաղի կանոններ են նոր սահմանվում ու ուզում հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում։ Պարոն Ավետիսյան, Հայաստանում շարունակում է իշխանության մնալ մի ուժ, որին բերեցին գլոբալիստները, բերեցին հատուկ գլոբալիստական այն ծրագրով, որ պետք է Արցախը Ադրբեջանին հանձնվեր, դա նաև մեծ բրիտանական, թուրք-ադրբեջանական տանդեմի մեծ ծրագիրներ, այդ կայսրության վերականգնման պանթուրանական ծրագրի հատվածներ, եւ որի գործողությունները շարունակվում են, սրանք շարունակում են իշխանության ղեկից ծվարած մնալ, ամուր կարճած մնալ, այդ ղեկը ամուր բռնած մնալ, ինչ է սպասվում հիմա Հայաստանում։ Եթե Թրամփը եւ Պուտինը գալիս են ի վերջո գլոբալ մասշտաբով համաձայնության, անհնար է, որ այդ գործընթացները չգան եւ չհասնեն Հարավային Կովկաս։ Անհնար է ուղղակի։ Հետևաբար, այստեղ ուզում եմ հասկանալ հետևյալ, օրինակ արդեն խոսվում է հետևյալի մասին, որ հնարավոր է երկու հզոր գերտերությունների նախագահները Հարավային Կովկասի հետ կապված են, գան հստակ համաձայնության եւ Հարավային Կովկասը, ինչպես եղել է, այդպես էլ մնա Ռուսաստանի համար, այսպես, հա, ինչպես իր ոդկա պլատֆորմ, հա, իր ոդկա ամուր դրած տարածաշրջան։ Ինչ կասեք այդ մասին, այսինքն Ամերիկան կզիջի Հարավային Կովկասը, ինչ թե կգնան բախումներ, ինչ կարող է այստեղ տեղի ունենալ։ Գիտեք ինչ, ինձ թվում է ամեն ինչը կորոշվի, այս պատերազմը ավարտվելուց հետո Ուկրաինայում։ Այո։ Որովհետև այս հարցերը, որ հələ լուծված չեն մինչև վերջ, մի քիչ Կովկասին հերվից են նայում։ Սակայն ես հստակ գիտեմ, որ այդ խոսակցությունները արդեն գնում են իրանց մեջ։ Իրանք չեն կարող անտեսեն այս տարածաշրջանը, որում գտնվում է մի հատ պետություն, Իրանը, որը մինչև Թրամփի գալը ուրիշ ձև էր նայվում Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից որպես այն պետություն, որը պիտի վերանա, որը պիտի վերացնեն։ Դա զգացվում էր, այդ նույն ռետորիկան էր գնում, ինչ որ գնում էր Իրաքի ժամանակ, Լիբիայի ժամանակ, նույնը Իրանի համար։ Հիմա ինձ թվում է,
երբ որ արդեն Ռուսաստանը մեկ է Միացյալ Նահանգները իրար հետ կհամագործակցեն, այդ հարցերը հանգիստ կարելի է որոշել, որովհետև երբ որ արդեն Պուտինի ձենը լսելու կլինի, ինքը նույնպես ինձ թվում է կխոսա Իրանի մասին, որտեղ հիմա Իրանը իր գործընկերն է եւ մեր Հայաստանի գործընկերն է։ Որում ռազմավարական արդեն ռուս-իրանական այդ համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո բավական լուրջ դաշինքի մասին է խոսքը։ Այս վերջերս էլ գիտեք, որ դեսպանը Իրանի էլի ասաց, որ բանը Զանգեզուրի այդ միջանցքը որ կա, մենք ինքներս շատ հետաքրքրված ենք նրանում, որ չփոփոխվի ինչ-որ բան այնտեղ, այո։ Դա ասում է Իրանի դեսպանը։ Այո, դա իրենց կարմիր գիծն է, միշտ են ասում։ Իսկ Ադրբեջանը դուք նայեք ինչ է անում։ Ինքը շարունակում է, ինձ թվում է, հենց Բրիտանիայի ազդեցության տակ իր ռետորիկան շարունակում է դեպի Ռուսաստան վատը։ Ռետորիկան շատ վատն է դեպի Ռուսաստան մինչ օրս։ Ինքը տենում է, որ Միացյալ Նահանգները մոտենում են Ռուսաստանի հետ տարբեր հարցերում։ Սակայն ինքը հլվոր ռետորիկան չի փոխում։ Ինչն է պատճառը։ Ուրեմն ազդեցություն կա էլի այն ուժերի, որոնք ես կարծում եմ հենց Բրիտանիան է, ինձ թվում է Բրիտանիան է, որովհետև նույն մակում, երբ որ Ռուսաստանը ռեզոլյուցիայով դուրս եկավ, Միացյալ Նահանգները իր կողքին եղավ, այնտեղ նույնն էլ Իսրայելը համաձայնվեց այդ ամեն ինչի հետ։ Իսկ դուք գիտեք, որ Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ։ Սակայն Ադրբեջանի ռետորիկան չի փոխվել մինչ այս օրս։ Եվ մի քանի օր առաջ էլի սոցցանցերում ես տեսա, որ արդեն Ադրբեջանը գրում է, որ բանը Նախիջևանի ճանապարհը դեպի Ադրբեջան հեսա բացվում է եւ մեքենաները կարող են հանգիստ գնալ։ Դա ինչի մասին է խոսում։ Եթե իրանք հանգիստ արդեն այդ դրա մասին է խոսում, ուրեմն կա ինչ-որ պայմանավորվածություն մեր ղեկավարության հետ, մեր վարչապետի կամ, չգիտեմ, արտգործնախարարության հետ, ինչ են կնքել, ինչ են ստորագրել, մենք ինքներս ոչ մի ձև չենք տենում, ինչ են անում, ժողովուրդը դա չի տենում։ Մենք դա տենում ենք մենակ վերջում, երբ որ արդեն հասնում է, ոնց որ ասած, դանակը ոսկորին։ Այո։ Բայց ինձ թվում է, որ չեն թույլ տա, որ Ադրբեջանը տենց շարունակի իր ռետորիկան։ Ու դա կապված է առաջի հերթին Թրամփի եւ Ռուսաստանի եւ նաեւ եթե Միացյալ Նահանգները փոխեն ինչ որ իրանց տենդենսը Իրանի հանդեպ եւ լավացնեն հարաբերությունները այդ պետության հետ։ Լրիվ ուրիշ բան Ադրբեջանում կփոփոխվի, որովհետեւ իրանք կտենան, որ այդ գլոբալ ուժեղ պետությունները, որը տարածաշրջանում կան, ինքը ոչ մի բան ատեղ։ Ստեղ մնում է Հայաստանը եւ մեր իշխանությունները, որ ամեն ինչ անում են, որ մենք գնանք Եվրոպա, երբ որ մենք տենում ենք այս վերջերս, որ Եվրոպան մեզի մեսեջ է ուղարկում, մենք ձեզ դեռ չենք սպասում։ Այդ մասին քիչ անց առանցին կանդրադառնանք, պարոն Ավետիսյան, այստեղ շատ կարևոր մի հարց եմ ուզում, այն ծրագիրը, որին նախապատրաստվում էր Ադրբեջանը, մենք ուզում պետք է հասկանանք, հա, Արցախի հանձնումը ինչու եղավ, որպեսզի Արցախի այդ տարածքը նաև պլացդարմ ծառայեր գլոբալիստական արևմուտքի եւ հենց նույն Միացյալ Նահանգների համար բայդենյան Միացյալ Նահանգների մասին է խոսքս, հարցակում գործել Իրանի վրա։ Այո, դուք ճիշտ եք ասում, որ այդ ծրագիրը հիմա, եթե մենք նայում ենք Թրամփյան քաղաքականության, այսպես հա, ծիրով, նկատում ենք, որ այլևս չի կարող լինել։ Դա նշանակում է, որ այն ամենին, ինչին իրենք նախապատրաստել են Ադրբեջանին, որ պիտի հարցակում լիներ Իրանի վրա եւ, ինչպես ասացիք, ոչնչացնել Իրանը, այդ ծրագիրն այլևս փլվում է։ Ստացվում է վատ բան եղավ մեր Արցախը այդ ընթացքում մենք
իհարկե ժամանակավորապես կորցրեցինք, ես համարում եմ ժամանակավորապես, որտեղ անհնար է, այո, իրավիճակ է փոխվում, աշխարհում ուղղակի մենք պետք է շատ զգոն լինենք, պահը ճիշտ որսանք եւ հետ վերադարձնենք մեր կորցված հայրենիքը։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր պահ է, չեք կարծում, որ այո, հիմա ես որքան նկատում եմ, ասենք Ադրբեջանի ղեկավարները շողոքորթ այսպես քաղաքականություն են վարում, Թրամփին հիշեցնում են, որ մենք ձեր ընտրությունների ժամանակ ձեզ օգնել ենք, ձեզ վստահել ենք, հավատացել ենք, մեր երկիրն էլ հարուստ երկիր է, շահագրգռում են, որ հայացքով Թրամփը թեքվի դեպի Ադրբեջան, ի վերջո Թրամփը նաև բիզնեսմեն է, այնպես չի, որ ինքը կարող է անտեսել նավթային ռեսուրսներ ունեցող Ադրբեջանին։ Մյուս կողմից, բայց ճիշտ նկատեցիք, այո, Ադրբեջանը Ռուսաստանի հետ ինչ-որ անհասկանալի այսպես սրվածություն է տանում։ Սա ինչի կարող է հանգեցնել։ Կարծում եք Թրամփը այդպես կմերժի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանին միանգամից կմերժի, բայց ինչ զարգացումներ կլինեն։ Այն որ ասացի են գլոբալ հիմնական ծրագիրը փոխվել է, դա փաստ է։ Հիմա ուզում հասկանալ ինչ գործընթաց կարող է գնալ այս ընթացքում։ Արևմուտք, չէ, կոնկրետ հենց Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, տարածաշրջանի ֆոնին, խնդրեմ։ Այո, Տրամփը առաջի հերթին բիզնեսմեն է, ինքը չի ուզենա հարաբերությունները հիմա փչացնի Ադրբեջանի հետ, որպես բիզնեսմեն, որովհետև այնտեղ նավթ կա, գազ կա, իսկ իրանք կուզենան, դու գիտեք, որ տարիներ շարունակ Միացյալ Նահանգները ընդհանրապես իրանց նավթը չէին օգտագործում, իրանք պահեստավորում էին։ Ամեն երկրներից բերում էին այդ նավթը, իսկ իրանց նավթը պահեստավորում էին։ Տրամփը գալով իշխանության ասաց, որ այդ պահեստները բացելու ենք, գները իջացնենք, նավթի, բենզինի գները իջացնենք, բայց ինքը կյանքում չի ուզենա ուրիշ տեղից նավթ չբերի, բերի, կուզենա բերի։ Կուզենա բերի, այո։ Դրա համար ինքը առաջի հերթին կուզենա այտենց թույլ երկրներից նավթը վերցնի, ոնց որ Ադրբեջանն է, երբ որ Ադրբեջանին թվում է թե ինքը ուժեղ երկիր է։ Մենք գիտենք ինքը ոչ մի ալյանսի մեջ չի մտնում, ոչ մի ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում, դրա համար Թրամփը արդեն որպես բիզնեսմեն իրանք կարող են նույն ձևի Պուտինի հետ որոշեն ոնց անեն այդ հարցը, ոնց լուծեն այդ հարցը։ Եվ մենք հետագայում արդեն կտենանք, սակայն եւ իրար մեջ բաժանեն Ադրբեջանին կամ ադրբեջանական նավթը նման զարգացում սպասում եք։ Ու տեղից է նույն ձևի կարող է Թուրքիան օգտվի, որտեղ Թուրքիան, երբ որ ասում եմ մենք եղբայր ենք Ադրբեջանի հետ, ես կարծում եմ ոչ, այնտեղ էլի բիզնեսի հարցեր կա, որը Էրդողանը շատ լավ հասկանում է եւ տարածաշրջանի։ Ուրիշ ոչ մի բան, որովհետեւ միշտ թուրքերը իրանց բարձր են դրել ադրբեջանցիները։ Ես չեմ կարծում մի բանը վատ կլինի, ասենք թե այդ կողմով Հայաստանի համար, բայց Հայաստանի համար վատը կլինի նա, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ շարունակի հարաբերությունները վարդարացնել։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, եկեք անդրադառնանք, դուք արդեն ակնարկ արեցիք ճանապարհ Նախիջևանով, հետաքրքիր էր, որտեղ եք տեսել, որ արդեն ադրբեջանական լրատվամիջոցներն են արդեն ասում, որ կա հա այդ ճանապարհը։ Այո, արդեն ասում են կա, սոցցանցերով եմ տեսել, ուզեցել եմ բացեմ այդ բանը գարարումը իրանց, սակայն չի բացվել, իրանք դեստուգում են տենում են, որ Հայաստանից է գալի, այդ բանը գարարումը, որ ես ուզում եմ բացեմ եւ իրանք չեն բացում այդ սայթը։ Դրա համար ես չկարացա ճիշտն ասած լրիվ կարդամ այդ, բայց վերնագիրը ես կարդացի, որ իրանք Google-ում գցել էին վերնագիրը, որ այդ ճանապարհը բացվում է, արդեն բացվել է։ Այսինքն ադրբեջանական կառույցությունը սկսել է հստակ աշխատել, բայց դա հենց այնպես չէ։ Տեսեք, մեր ղեկավար համարվող անձը ասուլիսում հիշենք ինչեր ասում Նիկոլ Փաշինյանը, հստակ խոսեց, չէ, Նախիջևանով ճանապարհը բացելու երկաթգծի, ասեց այն Իջևանի հատվածի ձեռ չի տալիս, այդքան դե պետք է այդ ճանապարհը, ասում է, բայց դա ձեռնտու չէ, ավելի ձեռնտուն ասում է Մեղրիի նաև հատվածն է, հիշում եք այդ տարբերակը եւս դրեց շրջանառության մեջ եւ ավելին
ազգային ժողովի նախագահ համարվող Արեն Սիմոնյանը հստակ շեշտեց, որ անխոչնդոտ, այո, իրենք կողմ են անխոչնդոտ բեռնափոխադրումներին, ինչի մասին Ալիևը քանիցս հայտարարել է եւ մատ է թափ տվել, որ այո, մենք պետք է անխոչնդոտ բեռնափոխադրումներ իրականացնենք։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը դրան համաձայն է։ Ինչի սա կարող է հանգեցնել։ Սա մեր շահերից բխում է, որ Ադրբեջանը անխոչնդոտ բեռնափոխադրումներ իրականացնել, իդեպ ակնարկեց Փաշինյանը, նաև օրը կգա ուղևորափոխադրումներ էլ կլինեն։ Խնդրեմ, պարոն Ավետիսյան։ Մենք հասկանում ենք, որ ոչ մի պետություն եւ ոչ մի ժողովուրդ չի ուզում ապրի պատերազմի մեջ։ Բոլորն էլ կուզենան, որ ունենան ճանապարհներ կողքի հարևանների հետ եւ լավ հարաբերություններ։ Սակայն մենք տենում ենք, որ Ադրբեջանը դա չի ուզում։ Ինքը ուզում է միայն վերցնի եւ վերցնի մեր օղերը։ Ուրիշ ինքը ակնկալիք չունի մեզանից, որ որպես հարևան, որպես ընկեր, որպես գործընկեր, սենց ասեմ, մեզ մի բան զիջի կամ մի բան տա։ Ինքը միայն այս մեր իշխանության ժամանակ փորձելու է ինչքան կարող է այդքան զավթել։ Ու մեր իշխանությունը, երբ որ ասում է, որ լավ կլինի, որ ճանապարհները բացվի, մենք էլ ենք ասում լավ կլինի, բայց այդ դրան ինչ որ հարթակներ կա, այն ժամանակ նայեք, ինքը ինչ արեց մեր կառավարությունը, առաջնահերթ սկսեց հանել ռուսական պագրանիչնիկներից արդեն։ Դա էլի մեսեջ է գցում, նույն ռուսական, եթե այդ մարդիկ ստեղ լինեն էլի կանած, էլի մի երաշխիք Հայաստանը կունենա։ Ասում են Իրան-Հայաստան սահմանին կարիք չկա։ Դե ինքը հետ ասում։ Իրան պետք է որ կարիք չլինի։ Իսկ վաղը կարող է ասել նաև Հայաստան-Թուրքիա սահմանին ռուս սահմանապանների ներկայացում կարիք չկա։ Այո, միանշանակ, արդեն ասում են դրա մասին։ Արդեն է դրա մասին։ Հերթը հասնում է 102-րդ ռազմաբազային։ Հələ այդ դրա մասին խոսքը չի գնացել, բայց կհասնի, եթե շարունակվի սենց։ Եթե շարունակվի սենց։ Իրանք նայեք արդեն ատոմակայանի մասին հստակ մեսեջներ են ուղարկում, իսկ ատոմակայանը դու գիտեք ամեն ինչով բանը զինված է ոնց որ ասած մեր ատոմակայանը Ռուսաստանի էներգիայով, նույն ուրանով, որը մենք ստանում ենք ընդեղից եւ գործում է դեռ նորմալ եւ կարող է հələ գործել։ Բայց իրանք ուզում են արդեն գնալ ուրիշ ճանապարհով, չգիտեմ ինչ պայմանագրեր են կնքում, ինչքան միլիարդ դոլարների, որ այս մի ատոմակայանը փակեն, թազա ատոմակայանը ստեղծեն, բայց դուք հասկանում եք, մենք այսքան պարտքերի մեջ, այսքան պարտքերի, որ երկու անգամ մեր պարտքերը մեծացել է բյուջեի։ Հիմա մեզ ոչ մեկ հենց այնց ոչ մի բան չի տա։ Էլի մենք փող կվերցնենք նույն Միացյալ Նահանգներից, եթե Միացյալ Նահանգները սկսեն կառուցել այդ ատոմակայանը եւ կընկնենք նույն պարտքերի մեջ, պարտքերը կավելանան եւ հետո պարտքերի տեղը մենք մի բան պետք է տանք։ Մեր երեխաները մի բան պետք է տան, թե հողը, թե անկախությունը, թե չգիտեմ ինչ։ Այո, ճիշտ է, եւ ուղղակիորեն այստեղ գնում է ավելի շատ նաեւ հետեւյալ ծրագիրը, որ Հայաստանը կախման մեջ լինի ոչ թե ռուսական գազից, այլ ադրբեջանական գազից, հա, եւ ուղղակիորեն գնում է հենց այս գործարքը։ Ես նաեւ ձեզ կուզեմ հիշեցնել, որ 3 հայտարարվեց արտգործնախարարի խոսնակի կողմից, որ Ադրբեջանից Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխանը, որտեղ դեռ չկա կոնկրետություն, դեռ չի հայտարարության մեջ չկար, բայց մասնավորաբար ասված էր, որ երկաթուղիների հետ կապված դեռ չկա կոնկրետություն։ Հետաքրքիր է, հա, նաեւ Ադրբեջանն է այստեղ ինչ-որ այսպես ինչ որ պաուզա, այսպես ասած, վերցրել, բայց պահանջների ցանկը բավական լուրջ է, սահմանադրություն փոխելուց սկսած, ընդհանուր մինչև դիտորդներին հեռացնել, մինչև միջազգային հարթակներից այդ դատական հայցերը Հայաստանի հետ վերցնել, 300,000 ադրբեջանցիներ բերել եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ այստեղ ես կուզեմ մի բան ձեզ հիշեցնել, դուք շատ հայրենասեր մարդ եք, պարոն Ավետիսյան, ուզում եմ հասկանալ դուք ինչպես եք ընկալում օրինակ Նիկոլ Փաշինյանի այդ իրական Հայաստան կոչված այդ ուղերձը, հիշում եք, որ 1 ժամ ոնց որ թե լսեց շատերը իդեպ այդ օրը ես զանգահարում էի շատ քաղաքական վերլուծաբանների կարծիք հարցնելու համար, ասում էին
անկարող ենք եղել լսել, որովհետև այս մարդը ուղղակի, չգիտեմ, իրենց խոսքով ասած, ցնդաբանություն է ասում, ազգը ժողովրդին հակադրելով, իրական Հայաստանը գաղափարախոսության է վերածել, պարտադրելով, որ բոլորդ պետք է բոլոր կրթական, բոլոր համակարգերում արտաքին հարաբերություններից մինչև պաշտպանության ոլորտ մտնի այդ գաղափարախոսությունը, այսինքն մեկ անձը մեզ, պարոն Ավետիսյան, թելադրում է, որ մենք պետք է իր իրական Հայաստանով առաջնորդվենք, մի Հայաստան, որտեղ չկա ոչ մի հայկականը, ես չգիտեմ դա ինչ Հայաստան է, բայց վստահաբար կարելի ասել դա ադրբեջանական օրակարգ է։ Ինչ կասեք այդ ուղղությունի հետ կապված։ Դուք շատ ճիշտ ասեցիք եւ իրանք ամեն ինչ են անում, որ իսկապես հայ ազգ հասկացողությունը հանեն ամեն տեղից, հենց ազգ, թողեն ինչ որ հայ ժողովուրդ, ազգ չտենան ոչ մեկ։ Դուք նայեք այդ ամեն չերևումը, իրանք ուզում են հարաբերությունները փչացնեն լրիվ Սփյուռքի հետ։ Գիտեք, որ ամենաուժեղ Սփյուռքը աշխարհում մեր Սփյուռքն է երևի։ Մի քանի երկրներ կան, որ այդտենց ուժեղ Սփյուռք ունեն։ Ինքը ամեն ինչ անում է, որ արդեն իրան չեն ընդունում Սփյուռքում։ Երբ որ սկզբից ինքը եկել էր լրիվ ուրիշ տեզիսներով եւ ուրիշ գաղափարներով, ուզում էր ցույց տալ Սփյուռքին, որ ինքը ուզում է որ դեմոկրատիա աշխատի Հայաստանում։ Սփյուռքը իրան էլ հավատաց սկզբից, բայց արագ քայլերով նա ամեն ինչ արեց, այո, եւ արագ քայլերով ինքը ամեն ինչ արեց, որ Սփյուռքի հետ հարաբերությունները Հայաստանը խզի, սկսելով նրանից, որ փակեց այդ նախարարությունը։ Նախարարությունը պետք է զարգացնել ավելի։ Ուրիշ բան, երբ որ ինքը սկզբից ասում էր կոռուպցիա, այդ կոռուպցիան կարելի է մեջից արմատախիլ անել, զարգացնել այդ նախարարությունը եւ մենք կստանայինք ավելի մեծ եւ ուժեղ ունենայինք պետություն։ Եվ դուք նայեք, այս վերջերս ինքը այդքան ուզում է ցեղասպանության մասին, այդ սաղ հասկացողությունը հանի Ուրացման քայլեր արեց։ Այո, ամեն քայլերը գնում են իրանց կոմիստը։ Իսկ երեք Միացյալ Նահանգներից էլի մեսեջ եկավ, որ բանը կոնգրեսում գտել են Հայաստանի բանը կոտորածների ժամանակ 15 թվականի մեր հայ ժողովրդի տեսանյութեր կոնգրեսում ու դա հանել են դուրս, հիմա մոնտաժ են անում, ուզում են ֆիլմ սարքեն։ Նայեք ինչքան հետաքրքիր է, ինձ թվում է տարիներ շարունակ այդ դրա մասին գիտեին, որ կոնգրեսի արխիվում դա պահպանված է, բայց լրիվ փակ էր, բայց Բայդենից հետո դա դուրս եկավ ջրի երես։ Ու շատ Թրամփի ժամանակ շատ հետաքրքիր է, որ բանը Բայդենի ժամանակ էլի ոչ մի բան չարեց։ Դա շատ կարևոր ինֆորմացիա է, հենց այնպես չեն այնպես չի լինում, այո։ Ջրի երես դուրս գալիս։ Այո, իրանք կարային, այո, ճիշտ եք ասում, իրանք կարային հանգիստ, էլի պահեին դա։ Ինչպես պահել են 100 տարի։ Այո, սակայն հանել են։ Մենք տեսանյութ, ես չեմ հիշում, շատ կարճ ինչ որ տեսանյութներ մենք տեսել ենք, շատը ֆոտո է եղել։ Այո։ Բայց դե գլոբալ շատ արժեքավոր բան կլինի։ Այո, եւ եթե ֆիլմ ստեղծեն, իսկապես Այդ նայեք նույն Թուրքիային պարտադրում է շատ բանի։ Տեսեք, մենք երբեմն ասում ենք, որ ցավ ենք ապրում, որ մեր ցավը, մեր ողբերգությունը, ցեղասպանությունը հայերից դեմ իրականացված երբեմն տարբեր ազգեր, գերտերություններ անհրաժեշտ պահին իրենց շահերի համար են օգտագործում։ Դա իսկապես ցավալի է, հա, որ մեր պապերի հետ կատարվածը մեր հայրենիքի կորուստը հայրենազրկում էր, որովհետև դա ոչ միայն մարդկային կորուստ, այդպես ժամանակ առ ժամանակ որևէ գերտերություն օգտագործել է փորձում, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ եւ պետք է ճիշտ քայլեր անել։ Այ եթե մեր իշխանության ղեկին, պարոն Ավետիսյան, լիներ այսօր ազգանպաստ հայրենասեր իշխանություն, ոչ թե ցեղասպանությունը ուրացման պատրաստվող իշխանություն, ես վստահ եմ, որ նրանք հենց այդ փաստը շատ կարևոր եւ հետաքրքիր ձևով կօգտագործեին ի նպաստ մեզ տարածաշրջանում մեր
այն կորցրած դերը նորից վերագտնելու, հաստատվելու եւ Թուրքիային նորից անկյուն մղելու համար, որտեղ Թուրքիայի ճգնել է 1 դար եւ ավելի, որպեսզի ձերբազատվի այդ ծանրությունից ի վերջո, որտեղ ցանկացած պահին որևէ երկիր հանել է ու ասել է այ կարմիր քարտ հայոց ցեղասպանությունը չհամարցակվես առաջ անցնել, չէ։ Հիմա տեսեք շատ կարևոր փաստ ասացիք, ոնց պիտի անենք, գուցե մենք համարենք, եկեք այսպես համարենք, որ չունենք իշխանություն, սրանք դրածոներն են արտաքին քաղաքական խաղացողների, կոնկրետ Մեծ Բրիտանական եւ թուրքական, թուրքադրմեջանական, հա։ Վերլուծությունը դա է ցույց տալիս։ Հիմա կարող են, ասենք, ընդդիմությունը, հասարակական շրջանակները կարողանանք օգտվել ինքներս, լրագրողական նաեւ շրջանակները օգտվենք, հրապարակենք, հանրայնացնենք եւ օգուտ քաղի մեր պետությունը, մեր երկիրն ու ժողովուրդը դրանից ի վերջո։ Առաջնահերթ, այո, ընդդիմությունը պետք է լինի ուժեղ, իսկապես ընդդիմություն լինի։ Երբ որ ընդդիմությունը իսկապես ընդդիմություն է, ինքը առաջնահերթ է ամեն ինչը պետք է օգտագործի։ Եվ այո, լրագրողները անպայման դա ջրի հերես անեն եւ ինչքան կարող են ամեն հարթակներից դրա մասին խոսել։ Այդ դրանով առաջի հերթին այս իշխանությունը ցույց տան, որ իրանք ոչ մի բան են։ Կատարած են ուղղակի սա։ Իրանք ոչ մի բան են, իրանք չեն ուզում հայ ժողովրդի համար ինչ որ մի լավ բան լինի։ Իրանք քանդում են բոլորը, ինչ որ մենք ստեղծել ենք տարիներ շարունակ։ Շատ ցավալի է, բայց ոչ մի ոլորտում մենք չենք տենում հիմա ինչ որ առաջընթաց։ Այդ որ ասում են ինչ որ մի հատ դպրոց են սարքել կամ մի հատ ճանապարհ են գցել, բայց մենք հասկանում ենք, որ այդ դպրոց սարքելով, ճանապարհ գցելով ազգը դրանով չի առողջանա։ Մեզի գցում են անդունդը։ Չի ասում, որտեղ հաց այնտեղ կաց, այսինքն կարող ես հանգիստ թողնել երկիրդ գնալ, չգիտեմ, ինչ որ մի երկրում ապրես, հանուն ստամոքսի։ Ինքը ասեց, չեք ուզում ստեղ Նիկոլա ասեց, չեք ուզում վճարեք գումարներ։ Գնացեք Միացյալ Նահանգներում վճարեք։ Գնացեք ընդ ինքը մեսեջը ուղարկում է, ասում է գնացեք ուրիշ տեղ ապրեք։ Իրանց էդ է պետք երևի, որ Հայաստանից սաղ այս վերջերս մենք գնացինք ամսի 23-ին փետրվարի Գյումրի, ինչն էր ցավալի։ Գնացինք Մայ հայրենիքի հուշահամալիր, նայեք, ինչքան մարդա մահաց է հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհայինի ժամանակ հայեր, գյումրեցիներ, գոնե այդտեղը այդ մասերը պետք է մաքրված լիներ ձյանից։ Մենք գնացինք դաժե իշխանությունները դրա մասին չեն մտածել ընդհանրապես, որ այդքան մեր պապերը, մեր հերերը մահացել են, իրանց կյանքը տվել են, որ այս մարդիկ հիմա ապրում են։ Եվ հիմա իշխանության են եկել, մոռանում են ամեն ինչը։ Բայց իրենք ընդհանրապես անտեսում են Ռուսաստանի հետ տարած այդ Ռուսաստանի մասին չի խոսքը։ Չէ, իրենք մեծ հայրենականը անտեսում են։ Այո, դա փաստ է, որովհետև Ռուսաստանի հետ մենք միության մեջ ենք եղել, բայց չէ որ մենք լինելով փոքր պետություն, հանրապետություն, ամենաշատ զոհերն ենք։ Հայ այդ հարաբերակցության մեջ մենք շատ մեծ զոհեր ենք ունեցել եւ տվել ենք փայլուն հերոսներ, գեներալներ, ընդ որում նաեւ Արցախից, եւ դա մենք իրավունք չունենք մոռանալու։ Ասենք Աննա Հակոբյանի նման անձինք, որոնց համար հանուն ոչնչի էին երաբլուրում զոհված մեր տղերքը, իրենք այդ նույն ընկալումով շարունակում են վերաբերել նաեւ մյուս բոլոր հաղթանակներում զոհված մեր հերոսներին։ Այո, շատ հետաքրքիր նախաձեռնություն էի կարել դուք, ես հետևում էի։ Հա։ Հանդիպում նաև եղավ գյումրեցիների հետ։ Այո, մեր այցը այնտեղ եղավ ոչ թե հասարակ ձևով, այլ եղավ այցը նրանց հետո, որ մեր առաջնորդը գեներալ մայոր Արշակ Կարապետյանը դրան նպաստեց եւ իսկապես այդ անձնավորությունը միշտ ամեն ինչ անում է, չի մոռանում, թե ինչն է կարևորը մեր հայ ազգի համար։ Եթե ժողովուրդը մի քիչ ուշադիր լինի, ինքը կտենա, որ մեզ պետք է ազգասեր մարդ, իսկապես ազգասեր մարդ, որը կհանե այս ազգին այս ծանր վիճակից, որը կարող է օգուտ բերել այս վատ պարագայում մեր ազգին եւ նույն հետագայում Արցախը հետ բերել։
իսկ ոչ թե հողեր, ճանապարհներ տալ հակառակորդին։ Պարոն Ալեքսյան, քանի որ ես ձեզ մի բան ընդհատեցի, ասելով որ ԵՄ անդամակցման մեկնարկին կանդրադառնանք առանձին, երկու հարցեր խնդրում եմ անդրադարձեք եւ եզրափակենք հետաքրքիր ձեր հետ այս վերլուծությունը։ ԵՄ անդամակցման մեկնարկ այն դեպքում եւ Եվրոպայության, Եվրախորհրդարանի 3 անդամները ներկայացուցիչները, այստեղ կոմիտեի նիստեր, հա, այդպես իրականացումներ կային, մարդիկ բաց ասում են Ժորժ ջան, ձեր արչև փակ են դռները։ Եվրոպայի անդամակցման գործընթացը կանգնած է վաղուց եւ մենք էլ տեսնում ենք ճաքեր է տալիս այդ միությունը դեռ ապագան ոնց է լինելու պարզ չի, գուցե ամբողջությամբ չվերանա, բայց կերպափոխվելու է այնուհանդերձ այս պահին նրանք չեն ասում եկեք, բաց տեքստով երեք նրանցից մեկն ասեց պատգամավորներից մեկը Եվրոխորհրդարանի, որ դրա համար նախ եւ առաջ մենք պետք է կայացնենք մեր ներսում այդ որոշումը, այսինքն այնտեղ process կա, պիտի կայացվի այդ որոշումը Հայաստանի դիմումին ընդառաջ, բայց ոչինչ չի եղել, դուք այստեղ ինչի եք բոբիկվել ընկել ջուրը, ժողովուրդը ինչպես կասի, ձեր գնահատականը։ Դուք ճիշտ ասեցիք, նկատեցիք, որ այո երեք այդ մեսեջը եղավ, իսկապես եղավ, որ իրանք ցույց տվեցին, որ մենք չենք սպասում դեռ հիմա։ Դա դուք նայեք ինչա կատարվում Եվրոպայում։ Իրանք լավ հասկանում են, որ Եվրոպայում հիմա սա ավիրակներ է, եթե դուք չեք մեր ղեկավարները չեն հասկանում դա, բայց իրանք ինձ թվում է շատ լավ հասկանում են, որտեվ առաջնահերթ հիմա Եվրոպան այս պատերազմից հետո, որ ինքը այդքան ֆինանսական տարբեր բաներ է կորցրել է, ինքը պետքա վերականգնի իր էկոնոմիկան առաջի հերթին։ Ոչ թե ուրիշ անդամներ բերի, որ իրանց սկսի շարունակել կերակրել։ Իրանք հիմա գումարներ չունեն։ Իրանք գումարները, հիմիկվա իրանց գումարները պետքա դնեն իրանց ժողովրդի համար։ Եթե ասենք թե Պրիբալտիկան 10 տարիներից ընթացքում ինքը մտավ Եվրոպայի կազմի մեջ, իրանք մոտիկ են եղել միշտ Եվրոպային։ Իրանք միշտ մոտիկ են եղել իրանց հասկացողություններով, իրանց կուլտուրայով եւ ամեն ինչով։ Հայ ազգը ամենաբարձր կուլտուրաներից է եղել, բայց ինքը Եվրոպայից հեռու է եղել։ Նայեք, Վրաստանն է քանի տարի ինքը ձգտեց Եվրոպա, էլի ոչ մի բանի չհասավ։ Մեր հարաբերությունները սխալ է, ինձ թվում է, այս պարագայում Եվրոպայի հետ կապել, որովհետեւ Եվրոպան մեզի չի ընդունի։ Կարող է տասնյակ տարիներ հետո ինչ-որ մի բան փոփոխվի, սակայն այս պարագայում նա չի ընդունի մեզի։ Եվ հետո եղած այն կառույցում, որտեղ մենք տարիներ շարունակ կանք, մեր դերն ունեցել ենք այդ կառույցի ստեղծման հարցում, հիմնադիրներից ենք, ինչ է նշանակում դուրս գալ, պոկվել այն հարթակից, որտեղ դու ունես դեր, ունեցել ես կշիռ, եւ գնալ միտեղ, որտեղ քեզ բացարձակ չեն սպասում։ Սա ընդհանրապես մեկ բառով կարելի է ասել ավանտյուրիա է, արկածախնդրություն։ Եթե հանգարցակի չլինի այդ դաշինքը, որ մենք սաղս ուզում ենք լինի, Հայաստան, Ռուսաստան, Իրան, այո, շատ լավ կլինի, որ Միացյալ Նահանգներն էլ լինեն մեր կողքին, շատ ուժեղ կլինի այդ ժամանակ, բայց եկեք մտածենք հենց այդ երեք պետությունների մասին, որոնք շահագրգռված են, որ Կովկասում սա հանգիստ լինի, հանդարտ լինի։ այո։ Եվ այդ պլացդարմը, ոնց որ դուք ասեցիք Ռուսաստանի հետ, որ մենք տարիներ շարունակ կազմել ենք, ոտ գնացել ենք, մի անգամից քանդել այտենց պետքա խոսել, եթե մի բանը դուրը չի գալի մեր պետությանը, դրա համար դիվանագիտական ճանապարհներ կան, դրա համար պետք է խոսել, բարձրացնել այդ հարցերը, բայց ոչ թե մի անգամից սա քանդել, ինչ որ ստեղծվար տարիների անգամ մարդկային սովորական հարաբերություններում ամեն ինչ քանդել, զրոյացնելն է անընդունելի, ուր մնաց պետության ճակատագրի, որտեղ մարդկային ճակատագրերն են որոշվելու։ Եվ ես կխնդրեմ ձեր արձագանքը նաև ինչի հետ կապված բավական մեծ աղմուկ եղավ այս Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը, թե Փաշինյանի կողմից Արցախի հանձնումը Արցախ չի եղել, այսինքն Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչվել է դեռ 91-ից, 99 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Սա ինչ էր նշանակում։ Պարզ Նիկոլա
օժանդակություն, այսպես ասեմ։ Երևի թե, որովհետև մենք տենում ենք, որ ղեկավարությունը Ֆրանսիայի Մակրոնը, նախագահն իրանց, շատ պոզիտիվ ընդունում է Նիկոլ Փաշինյանին։ Ընկերներ ենք, ասում են։ Ասում են ընկերներ ենք, հիմա մենք այդ ամեն ինչը դնենք ենքոմ, սակայն մենք պիտի մի բանը ստեղ շեշտենք, որ Փարիզը, որ Ֆրանսիան, դա Մինսկի համանախագահների խմբի մեջ է մտնում։ Այո։ Եվ այդ արտահայտությունը Ֆրանսիայի դեսպանի, որ 91 թվականից, իրանք որտեղ են եղել 91 թվականից, դե թող այն ժամանակ ասեն, դա ինձ թվում է կամ վրիպում է եղել իր կողմից, Կարծում եք վրիպում։ Կամ վրիպում է եղել։ Դեսպանի մակարդակով նման վրիպում։ Դե մենք այդ դժվար է ասել չիմացություն։ Չհակերտների մեջ դնենք այդ վրիպումը, որովհետև կամ պետք է այտենց մի բան ասեն։ Գուցե կարելի է հարց ուղղել, հա, այս դեսպանին ասել, օրինակ ինչ էիք բանակցում այդ դեպքում, որ հանձնվել է 91-ից հանձնվել է, դուք ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահով երկրներից մեկը ինչ էիք անում, ինչու էիք գնում Արցախ, հանդիպում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որն այսօր ցավոք Բաքվի այդ կեղծ դատավարության զոհն է եւ Բաքվի բանտերում է, ինչ էիք անում դուք Արցախում, Հայաստանում, Ադրբեջանում։ Իհարկե մենք ակնհայտորեն արդեն վերլուծեցինք պարոն Ավետիսյան, գործ ունենք գլոբալիստների հետ, որոնք մեկը մեկին այսպես պաշտպանում են եւ այո Ֆրանսիային, քանի որ Մակրոնը գլոբալիստ լինելով Փաշինյանին բարեկամ ընկեր է համարում, բայց այդ նույն Մակրոնը ասել էր, չէ, որ ես Պրահայում կարծեմ ասել էր, ես ուզում էի պաշտպանել, բայց նկատում էի, որ Փաշինյանը ավելի շատ հակված էր Արցախը հանձնելուն, դրա համար ես էլ ոչինչ չկարողացա անել։ Ի վերջո դա էլ է, չէ, Մակրոնը ասել։ Ինչպես ասում են, հասկացեք ինչ եք ասում։ Նույն Մակրոնն է կարող է իր ռետորիկան արագ փոխի։ Դա գիտեք, որ ոնց փոխվեց հիմա Միացյալ Նահանգների Տրամփից գալուց հետո ամեն ինչը փոխվեց, աշխարհում լրիվ փոփոխությունները գնացին, նույնը կարող անդեղել լինի։ Իսկ մեր մոտ Հայաստանում։ Իսկ մեր մոտ հələ որ բանը հələ փոփոխություն չի, դեպի հələ վատնա գնում, բայց կլինի անպայման։ Դե որտեղ Փաշինյանը շտապում է իր գլոբալիստական հակահայկական ծրագրերը արագ կատարել, ինչի դիմաց երևի վճարվել է նրան, ենթադրություններ է, որ կարող ենք բոլորս էլ մեզ թույլ տալ անել, չէ։ Արցախի հետ կապված գուցե այն խոստացված գումարները հասել են նրան։ Համենայն դեպս ես ուզում եմ այսօրվա մեր հարցազրույցը ամփոփենք, դուք ՀՃԿ անդամ եք, Համահայկական ճակատ կուսակցությունը հետաքրքիր հայտ է ներկայացրել քաղաքական դաշտում, ինչքանով եք փորձելու դառնալ այդ ներքաղաքական զարգացումների մասնակիցը, որովհետև արդեն խոսվում է, որ արտահերթ գուցե կլինեն ընտրություններ, չգիտեմ, կլինեն թե չեն լինի, բայց նկատելի է, որ Փաշինյանը վաղուց է պատրաստվում, դեռ անցած տարվա վերջից է պատրաստվում 2026-ին։ Մենք վերջերս ասուլիսում երկրորդ նախագահի խոսքը լսեցինք, որն ուղղակիորեն կարելի էր ասել մեկնարկի սկիզբներ, մեկնարկի մասին խոսեց, որ իրենք պատրաստ են եւս մասնակցել։ ՀՃԿ-ն ինչ որտեղ է դիրքավորվում, կան շարժ, կան քայլերի չեք անում, մի փոքր էլ այսպես եւ ավարտենք։ Նույնը եղել է 21 թվականին, որ անդիմությունը էլի Ռոբերտ Քոչարյանենք դուս եկան պայքարի, ասեցին կհաղթենք։ Եվ դա ինչ եղավ, դա ցույց տվեց աշխարհին, որ այո, համ կա անդիմություն, համ կա դեմոկրատիա, եւ դեմոկրատիան հաղթեց։ Հանձին Փաշինյանի, հա, Հանձին Փաշինյան։ Հիմա նայում ենք սցենարը ոնց որ թե նույնն է գնում։ Էլի նախագահ Քոչարյանը երկրորդ նախագահան վեր կացավ, կայնեց ասուլիսը տվեց եւ ասաց, որ մենք պատրաստվում ենք։ Տենում ենք սցենարը նույնն է։ Տենում ենք սցենարը նույնն է։ Իրենք լեգիտիմացրեցին Փաշինյանին մասնակցելով ընտրություններին, հիմա եւս նույն process-ի հետ։ Ինչ թվում է, այո։ Շատ մտահոգիչ բան եք ասում, բայց այդ դեպքում պետք է երևի հասկանանք, թե քաղաքական դաշտի մյուս խաղացողները ինչ դերակատարում կունենան։ Մեր կուսակցության մասին էլ սենց ասեմ ես։ Առաջնահերթ մենք ամեն ինչ պետք է անենք, մեր կուսակցությունը, որ այդ ընտրություններից մինչև ընտրությունները արդեն իշխանապողություն լինի։ Այսինքն ոչ թե դուք արտահերթ ընտրությունների կողմնակից եք, այլ
Արագ փոփոխություն այո, ինչ- պետք է արագ փոփոխություններ լինի, քանի որ այս մեր իշխանությունները ամեն օրով ինչ որ մի բան կարող է հանձնեն մեր հակառակորդին։ Այո, այսինքն ժամ առաջ կասեցնել է Այո, պետք այո։ այն գլոբալիստական ծրագրերը, որոնք սկսել են Արևմուտքում հանձին Միացյալ Նահանգների փլվել, բայց Հայաստանում դեռ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ շարունակվում են մեզ համար ողբերգական, այսպես ընթացք ունենալ։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան, ինչպես միշտ հետաքրքիր է ձեզ հետ զրույցը, մենք դարձյալ տեսնենք զարգացումները ինչպես կընթանան եւ ձեզ կհրավիրենք ես դարձյալ մենքի տաղավար զրուցելու աշխարհաքաղաքական իրողությունների շուրջ։ Ես էլ եմ շատ շնորհակալ ձեզանից, ամենաբարին։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, ես այսօր մենքի տաղավարում հրավիրել էի Արթուր Ավետիսյանին, Համահայկական ճակատ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի ղեկավար, Համահայկական ճակատ բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ Արդարադատության փոխգնդապետ։ Լավ եղեք, կհանդիպենք։